Սիրելի ֆուտբոլասերներ, AFL-ի YouTube կանալիքում սկսում ենք AFL-ի երկրորդ դիվիզիոնի հերթական տուրի հանդիպումը, այսօր միմյանց հետ կմրցեն Բենֆիկան ու Լևերպուզենի Բայերը, բավական դարված իրավիճակ է մրցաշարային Աուսակում, թիմերը բավական խիտ են դասավորված միջնամասում, տեսեք Բենֆիկան 12 խաղից հետո 28 միավոր ունի եւ երկրորդ հորիզոնականում է, Լևերպուզենը 8-րդ հորիզոնականում է, բայց ունի 22 միավոր ու այսօր հաղթանակի դեպքում ընդհանուր կարող է մոտենալ լավագույն քառակին, հնգյակին, այնպես որ ամեն ինչ առաջնությունում դեռ առջևում է, արագորեն ներկայացնեմ մրցող թիմերի կազմերը, Բենֆիկան հետևյալ կազմն է դուրս բերել Խադեր, դարպասին Սարգսյանն է համար 12, երկու պաշտպաններ, Եգանյան համար 92 եւ Հարյան համար 3, 4 կիսապաշտպաններ, Աջիտ Ղազարյան համար 77, Ծախից Իսրայելյանն է համար 10 եւ կենտրոնում երկու կիսապաշտպաններ, Մկրտչյան համար 26 եւ Եվրյան համար 8, իսկ առաջ քաշված հարձակվողն էլ Եգանյանն է համար 9։ Հանդիպումը մեկնարկել է Բենֆիկայի ֆուտբոլիստները փորձում են առաջին գրոհը կազմակերպել, իսկ ես փորձեմ արագորեն ներկայացնել նաեւ Բայերի մեկնարկային կազմը, դարպասին Սևոյանն է համար 1, երկու պաշտպաններ, Ավետիսյանը համար 4 եւ Ավետիսյանը համար 4 եւ Ազունդյանը համար 5։ Կիսապաշտպանությունում գործել մնացած բոլոր 5 ֆուտբոլիստները, առաջ քաշված հարձակվող կազմերի նշված չէ Բայերի կազմում, եզերում Գաբեշյանը եւ Պետրոսյանը, իսկ կիսապաշտպանության կենտրոնում միանգամից 3 ֆուտբոլիստներ Ամիրյանը, Օհանյանը եւ Կիրակոսյանը։ Օհանյանը կգործի համար 33 համարի մարզաշապիկով, Ամիրյանը կխաղա 77 համարի մարզաշապիկով։ Խաղը այսօր ձեզ համար կսպասարկի Գարիկ Բեգյանը, գլխավոր մրցավարն է հանդիպման, իսկ մեկնաբանի Գևորգ Մկրտչյանը։ Բենֆիկան փորձում է առաջին սուպա ստեղծել, բայց Բայերի պաշտպանությունում հստակ են գործում Ավետիսյանը եւ Մიხանյանը, եւս մեկ գրոյի փորձ, աչեզրում Ղազարյանն է ստացել գնդակը, փոխանցում կենտրոն կրկին պաշտպանները Աչալուրջ են։ Գոյությունը հիմա փորձում էր փոխել Բենֆիկայի ֆուտբոլիստը աչեզրում կար տարածություն Ղազարյանի համար, սակայն կարդաց պաշտպանն ու խլեց գնդակը։ Առաջին րոպեներին առանց կենտրոնի է խաղը ընթանում, երկար փոխանցումներով ու գնդակը դարպասում է Բենֆիկան, բացում է խաղի հաշիվը, բավական արագ գոլ եւ 1-0 Բենֆիկան ստանում է առավելություն ու Բենֆիկան ստանում է առավելություն ու Բայերի ֆուտբոլիստները հայտնվում են հետապնդողի կարգավիճակում։ Տեսնեք ինչպես կարձագանքեն գոլին Բայերի ֆուտբոլիստները։ Իսրայելյան գոլը հիմա բավական մեծ ազդեցություն կարող ունենալ խաղի ընթացքի վրա, ինչպես նշում էի, բավական խիտ են դասավորված մրցաշարային Աուսակում ու հիմա Բենֆիկան այս հաղթանակի շնորհիվ կարող է
Առաջին հորիզոնական բարձրանալ, սակայն Պալերմոն դեռ ունի անցկացնելու խաղ, որը տեղի ունենալու բաղը ոչ ժամանակավորապես ախտանակի դեպքում Բենֆիկայի ֆուտբոլիստները կբարձրանան մշարժային աղյուսակի առաջին հորիզոնական, տեսնենք չծույց տալիս կուցավը, գնդակով կլինան Բենֆիկայի ֆուտբոլիստները Ղազարյանը կնետի եզրից Կրկին Աչեզրով են տանում գրով, Բենֆիկան ծանրաբերնել է Աչեզրը, փոխանցում Մկրտչյան, թուրմագնդակը Մկրտչյան է, իսկ արդեն փոխանցումը դեպի Ձախեզր Իսրայելյան ուղղությամբ անաջող էր, հասնում է գնդակին Ղազարյան, գլխով դեպի կենտրոն, սակայն փոխանցումը կրկին փակում են Բայերի պաշտպանները Յավրյանը փորձում է գնդակը, բայց կախտում չէ տալիս Լեգյանը Արեյան, Յավրյանը Արեյանը Լյան, երեցի կնարկով սեզացում մուրցակցին ու փորձում սկսել դիմի հերթական գրողը կարող է վտանգավոր լինել Յավրյանը հասավ գնդակին, բայց ահեց այդ աշտում մրցակցի համար Բայերի հակագրողը Աչեզրով փոխանցում դեպի կենտրոն Ղազարյանը աշխատանություն փոխել է երևի Գրովում հարված ու գնդակը հայտնվում է դարպասում գոլ 2-0 Եգանյանը կրկնապատկում է առավելությունը Բենֆիկան 2 արագ գոլ է խփում ու բավական հարմար առավելություն ստեղծում իր համար Եվս մեկ հարվածի փորձ ու հիմա Յավրյանը կարող էր խոշոր դարձնել հաշիվը Անկյունային կտեսնենք միայն, բայց շատ լավ հարված էր Բենֆիկայի կիսապաշտպանի կատարմամբ չի ավարտվել գրոհը, բայց հիմա ավարտվում է Բայերը խլում է գնդակը, չենք տեսնի հակագրող պաշտպանները բավական բարձր էին դիրքավորվելու, կարողացան խլել գնդակը սակայն Կրկին անցնում է Բայերին Իրքային տեղափոխություններ են հիմա Բենֆիկան բավական փոփոխական են կարծես թե դիրքերը հիմա Մկրտչյանը հայտնվել էր գրոհի Աչեզրում Ղազարյանն էր հատիպան մեկնարկում խաղում էր Աչեզրային հարձակվողի դիրքում սակայն հիմա տեսնում եք պաշտպանության Ձախեզրում է Մկրտչյան կորցնում է գնդակը Մկրտչյանը ու Չի ուշանում պատիժը Բայերը կրճատում է հաշվի տարբերությունը և 2-1 բավական արագ են ընթանում մեզ մոտ իրադարձությունները Եվեշյանը կրճատում է հաշվի տարբերությունը 2-1 Էլ ավելի հետաքրքիր խաղ է մեզ սպասվում վստահ եմ, որ այսքանով թիմերը չեն եզրափակվելու Գեբեշյանի դուբլը սխալվում է հիմա Բենֆիկայի դարպասապահ Սարգսյանի սխալից հետո Գեբեշյանը եւս մեկ գոլ է խփում մեկ րոպեում 2 գնդակ Բայերի ֆուտբոլիստների կատարմամբ ու 2 սխալ Բենֆիկայի ֆուտբոլիստների կատարմամբ ու 2-ից էլ օգտվում է Բայերը արձակվողը Երկու Բենֆիկայի
Առաջին հայացքից հարմարավետ առավելությունը 1 րոպեում հոտս է ցնդում։ Պաշտպանի եւ դարպասապայի սխալից հետո 1 րոպեի ընթացքում հիմա Բայերը կարողացավ հավասարեցնել հաշվի հասարակշռությունն ու ավելին հիմա բնականաբար հոգեբանական առավելություն կունենան Բայերի ֆուտբոլիստներն ու ավելի լավ վիճակում են հայտնվել, տեսնենք կարողանան զարգացնել հաջողությունը, թե ամեն դեպքում Բենֆիկան կարողանա եւս մեկ գնդակ խփելու առաջ անցնել հաշվի մեջ, ինչը եւ տեղի է ունենում 3-2 Բենֆիկայի հերթական գոլը Եգանյանը կարողանում է նորից առավելություն ապահովել իր թիմի համար։ Մեզ մոտ կարծես թե գոլային հրավառություն է այսօր 3-2։ Առաջի խաղակեսի միջնամասն է ընթանում, իսկ մենք արդեն 5 գնդակ ենք տեսել առանց կենտրոնի խաղ է ընթանում գրոյի հետևից հիմա Բայերի հերթական գրոյ Եգանյանը կարող է հետրիկ ձևակերպել 15 րոպեում, բայց հրկում է դարպասապա անկյունային կտեսնենք։ Մարսից փոխանցում է հետևելու, կա փոխանցումը, սակայն պաշտպանները լավ են աշխատում եւս մեկ հարվածի փորձ հիմա էլ հեռու տարածությունից, բայց փոքրին չեղությամբ ընթանում է գնդակը հետևի հարված Սարգսյանի պաշտպանած դարպասից չի մարում մեկնարկային աշխուժությունը գրոյի հետևից ենք տեսնում հերթական գրոյը Եվրյան կենտրոնով շարժվում է առաջ մնում է գնդակով Եվրյանը շրջանցում է բոլորին, բայց նաև ինքն իրեն ու անցնում է Դիմային գիծը չբավականացրեց Եվրյանին Դաշտի սահմանները, բայց բավական լավ անցում էր կազմակերպել Բենֆիկայի 8 համարը Այդ է արագությունն էր սխալ հաշվարկել Կրճան առաջ փոխանցում դեպի Եգանյանը Մակագրով Բայերի ֆուտբոլիստների կատարմամբ Խախտում ցույց է տալիս մրցավարը ու ստանդարտի հնարավորություն են ստանում Բայերի ֆուտբոլիստները Օանյանի նկատմամբ խախտեցին կանոններն ու ստանդարտ կտեսնենք, Կասուլիչ Արտաշատ է հիմա Բենֆիկայի տուղանային հրապարակը միայն երկու պաշտպանները չեն միացել Արվածի փորձ Ղազարյանը իր վրա է վերցնում, բայց նաև չենք տեսնի արտադրող Խախտեց կանոնները Ջևեշյանն ու Մտակով կլինեն Բենֆիկայի ֆուտբոլիստները Փոխանցում դեպի Եգանյանը, սակայն լավը չէր փոխանցումն ու եզրից շարունակի խաղը Բայերը Անկիսյանը նետում է եզրից, նա չի եզրում Ստանում կրկին գնդակը, փոխանցում դեպի կենտրոն սակայն Դարպասապասակցյանը տիրում է գնդակին, Բենֆիկան արագորեն կորցնում է այն ու հերթական գրոյի փորձը աջ եզրում Խլում են Բենֆիկայի ֆուտբոլիստները, հակագրոյի փորձ 4-4-ի դիմաց, աջից կա տարբերակ, փոխանցում դեպի ձախ եզր, Եգանյան դե կարելի է արվածել արվածու Բարձր էր, շատ ուժեղ էր արվածը, բայց բարձր ստացվեց
Հրապարը փակ է Մկրտչյան, փոխանցում, կարելի է գրավել դարպասնում։ Հերթական ֆանտաստիկ հնարավորություն է կորցնում Եգանյանը։ Վերցված է հանդիպումը, ձախ եզրով Բայերի հերթական գրող, Գևեշյանը փորձում է շրջանցել Ղազարյանին, խախտում կար։ Ցույց է տալիս մրցավարն ու Ղազարյանը խախտել է կանոնները, այլ ստանդարտ արձակման ձախ եզրից։ Հարված էր սա կարծում եմ, բայց շեղերում Սարգսյանը կմտցնի գնդակը խաղի մեջ։ Մարեց մեկնարկային ակտիվությունը նույն աշխատությամբ իհարկե և նույն տեմպով դժվար թե կարողանային ամբողջ հանդիպումն անցկացնել թիմերը, բայց բավական լավ հատված էր ու 5 գոլի ականատես եղանք, սխալ փոխանցում Ղազարյանի կողմից ու հիմա Բենֆիկան կփորձի աչեզրով ճեղքել պաշտպանությունը, բայց մարդը շատ չէ Տուգանային հրապարակը առանց այդ էլ աչեզրում հիմա միայնակ էր մնացել Պետրոսյանն առավելագույնն արեց, հիմա էլ Գևեշյանը չի հասնի գնդակին, եզրից նետում Բավական ներկար հիմա նետեց Յավրյանի ուղղությամբ էր, բայց չհասավ Յավրյանի գնդակը, հիմա Յավրյանը ստանում է գնդակը փոխանցում դեպի ձախ Իսրայելյան բարձրից դեպի Մկրտչյանը հիմա փոխանցումը կարող էր հարվածի վերածվելու 4-րդ գնդակը հայտնվեր Սևանի պաշտպանած դարպասում անկյունային Ղազարյանը կիրացնի հարձակման աչեզրից Վարցից փոխանցում ենք տեսնելու, փոխանցում դեպի Տուգանային հրապարակի կենտրոն, սակայն ոչ ոք չդիպավ գնդակին Բայերն էլ իր հերթին հակագրոչ կարողանա կազմակերպել Յավրյանի ուղղությամբ, հիմա Իսրայելյանը ձախ եզրում շարունակում թիմի գրողը, Իսրայելյան փոխանցում է դեպի հիմա Եգանյանը, վերջոչո հասնում է Եգանյանին գնդակը, կրունկով դեպի Մավրյանն ու հիմա Յավրյանին չի հասնում գնդակը Բայերի հակագրողը Մարդաշատ է կենտրոնը, երկու թիմերն էլ հիմա ծանրաբեռնել են Կենտրոնը լրիվ հակապատկերը տեղի էր ունենում առաջին րոպեներին, դիրքային գրողներ են հիմա հաջորդում մեկը մյուսին Գավրյան Գավեշյանն է հիմա պայքարում ու խախտում է կանոնները Ղազարյանի նկատմամբ Մկրտչյանը կարճ խաղարկում է իրականացնում Մավրյանի հետ, կենտրոնով շարժվում է առաջ դեպի ձախ Երկին կենտրոնը փոխանցում գնդակը Մկրտչյան, Աջիզ Ղազարյանն է միանում գրողին, բայց փոխանցումը կրկին դեպի պաշտպանությունը
Այմա երկար փոխանցում դեպի արձակման գրակակից սակայն չի հասնում գնդակը Եգանյանին գրքին Յավրյանը պայքարի կիզակետում է Չան դեպի աչ Ղազարյանը հասնի գնդակին աչ եզրով շարժվում է առաջ Յավրյան դեպի Եգանյանը պայքարում է ու պահպանում գնդակը դաշտի սահմաններում սակայն խլեց պաշտպանը չի հասնում գնդակին Ղազարյան անգամ սանկան օգնությամբ կրկին խլում են պաշտպանները գնդակը Մկրտչյանը լավ շարժում կատարեց շրջանցում է 1-2 ֆուտբոլիստի բայց հարվածը կրկին փակում է դեպի աչ առաջ խաղացման տարբերակ ու հիմա կրկին պաշտպանությունից կսկսեն Երեշյանը պահպանեց գնդակը սակայն Սարգսյանի գնդակն է Ղազարյանը շրջանցել բայց չի հասնում գնդակին բարի ֆուտբոլիստները կնետեն եզրից Նոր թիմի ավակը փորձում է հիմա հասնում է գնդակը բարի ֆուտբոլիստերի սակայն պաշտպանությունում է հիմա Ալվերյանը փայլում ընկած վիճակում կարողացավ հեռացնել գնդակը Մկրտչյան աչից կա Ղազարյանի տարբերակը Մկրտչյանը կենտրոնով փորձում է անցում կատարել վերջո գնդակը հասնում է աչ եզր Ղազարյան սակայն Ղազարյանը Փորձնում է այն Զախեզրով հակագրող Գաբեշյանի փոխանցում Օհանյանի ուղղությամբ է բաց թողեց Օհանյանը գնդակ այնուսով որ Գայտնվի գնդակը ցանցում սակայն աչալուրջ էր Սարգսյանը Կենտրոնում են իրադարձությունները զարգանում Մկրտչյան փոխանցում էր սա թե հարված կարծես թե Կարպասապա Սևոյանը այլուն Սևի եղինակ է դառնում Մկրտչյանն անձամբ կիրացնի անկյունային աչ եզրից Փոխանցման ճանապարհը ու հիմա բայրի Հակագրողը կտեսնենք Գավեշյանի փոխանցումը Անաջող էր Օհանյանը պայքարում է որպեսի պահպանի գնդակը թիմի մոտ իսկ Գավեշյանը եզրում չի հասնում գնդակին տեսնենք ինչ ցույց կտա մրցավարը կարծես թե հենց Գավեշյանից է հեռացել ոչ Բայրն է նետելու եզրից Օհանյան ոչ փոխում է որոշումը ամեն դեպքում Բենֆիկան Կնետի եզրից Ղազարյան Օհանյան հիմա խլում են նորից բարի ֆուտբոլիստները գնդակը Օհանյանը փոխանցում է դեպի աչ փորձը անհաջող էր Կենտրոնում փորձում գնդակը երկում սխալներ Ֆուզինյան դեպի ձախ Գավեշյան արագությունը զարգացնում Գավեշյանը ձախ եզրում բայց չի հասնում գնդակի Սարգսյանի պաշտպանած դարպասից կարճ խաղարկումով վերցնում են խաղ Բենֆիկայի ֆուտբոլիստներն ու գրոյի փորձ ձախ եզրով Փոխանցումը դեպի Եգանյանին չի հասնում Բայրի գրոհը Գավեշյան ստանում է գնդակը Գավեշյանը ձախ եզրում հարված ու հիմա պաշտպանը փակում է հարվածի
ճանապարհը, այստեղ փոքրինչ վիճահարույց դրվագ է, Բայերի ֆուտբոլիստները ձեռքով խաղ էին պահանջում։ Իհարկե եղած դեպքում Մրցավար Բեգյանը դիտի տեսակոր կնապատկել է, բայց կարծես թե չկա դրա կարիքը։ Փոխանցում հիմա երրորդ գոլը կարող են ընդունել պաշտպանության սխալից։ Բենֆիկան այդպես էլ կա, հաշիվը դառնում է 3-3 եւ ավարտվում առաջի խաղակեսը։ Բենֆիկան բոլոր 3 գոլերը բաց թողեց պաշտպանությունում կոպիտ սխալներից։ 3-3 առաջի խաղակեսն ավարտված է, հանգստանանք նաեւ մենք կվերադառնանք քիչ անց։ Վերցնում եմ մեզ մոտ ԱՖԼ-ի երկրորդ դիվիզիոնի Բենֆիկա Բայեր հանդիպումը, հիշեցնեմ առաջին կեսից հետո թիմերը 3-ական գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը 3 կոպիտ Բենֆիկայի սխալներից հետո Բայերը կարողացել է 3 գնդակ խփել Բենֆիկան հանդիպման սկզբնամասում 2 գնդակի առավելություն էր ստացել, սակայն արագորեն կորցրեց այն, իսկ հանդիպման առաջին կեսի վերջնամասում էլ թիմերը եւս մեկական գնդակ փոխանակեցին ու 3-3 հաշվով։ Ինչման վերցված է հանդիպումը հիմա Բենֆիկայի առաջին գրոհը երկրորդ խաղակեսում։ Որող չկա, Ղազարյանը կրկին խլում է ու առաջ շարժվում, Յավրյան Արվեցի փորձ Յավրյանի կատարման հիմա բավական հեռու էր տարածությունը, սակայն վտանգավոր հարված ստացվեց Սևոյանը երկրորդ փորձից որսած գնդակը Ղազարյանն է պայքարի կենտրոնում, գնդակով կլինեն Բայերի ֆուտբոլիստները։ Լավ է, հիմա խաղում ձախ եզրում Բաբեշյանը, չկա խախտում ցույց է տալիս մրցավարն ու Բենֆիկայի արագ հակագրոհը կարողանում է հիմա խալել գնդակը փորձ լավն է փոխանցում է Կիրակոսյան և գոլ գնդակը դարպասում է խաղում առաջին անգամ Բայերը կարողանում է հաշվի մեջ առաջ մղել իր թիմին հիմա ամենիշ կարգին է գոլն արձանը գրված է Կիրակոսյանը ինչպես Առաջին խաղակեսի վերջնամասում, այնպես էլ երկրորդ խաղակեսի ամենասկզբում կարողանում է գոլ հեղինակել ու հիմա Բայերը հայտնվում է հաղթողի կարգավիճակում, տեսնենք ինչպես կարձագանքի հիմա Բենֆիկան հետապնդողի դերում հայտնվելուց հետո դերևս գնդակը Բայերի մոտ է, սխալվում է դարպասապան ու եզրից Շարունակ են գրոհը Բայերի ֆուտբոլիստները Սիրեք այքես հետաքրքիր հանդիպում կարող եք կանխագուշակել 2-0 հաշվի ժամանակ որ 4-3 հաշիվն ենք տեսնելու երկրորդ խաղակեսի ամենասկզբում ու հիմա 5-րդ գնդակը կարող է հայտնվել ափսոս Սայթակեզ Լևերկուզենի Բայերի կիսապաշտպանը Մկրտչյանն է պայքարում գնդակի համար, սակայն Կիրակոսյանը հեռացնում է այն եզրից կնետեն
Ղազարյան, Պետրոսյան։ Հակում է կրկին Ավետիսյանը։ Կարելի է խաղարկել հիմա ստանդարտը, Գրասուլիչը, Ղազարյան։ Տարբերակները հիմա փնտրում Ղազարյանը։ Եվ գոլ, շատ պարզ ու հասարակ։ Չկա փոխանցման տարբերակ կարելի է հարվածել, իսկ հարվածը հաջողությամբ է պսակվում, հիմա կրկին հավասար է հաշիվը 4-4 Ղազարյանը 20 մետրից մոտավորապես կարողացավ գրավել դարպասը, փակ էր դարպասապա։ Սևոյանի տեսադաշտում հաշիվը հավասար է կրկին 4-4։ 4-4, տեսնենք ինչ զարգացում կստանա հանդիպումը, մեկը մյուսի հետևից գոլերով են փոխանակվում թիմերը։ Աչետրով բայրի հերթական գրոհը Կիրակոսյանը կորցնում է գնդակն ու հիմա Մկրտչյանը կարող է արագ հակագրոհ կազմակերպել, փոխանցում դեպի ձախ եզր։ Շարունակվում է գրոհը Ղազարյանն արված ու հիմա Սևանը փրկում է Մկրտչյանը, ևս մեկ հարված է իրականացնում ու իհարկե դարպասաձողի օգնությամբ, բայց Սևոյանը հիանալի սևի հեղինակ է դառնում։ Հաշիվն անփոփոխ է մնում 4-4, արագորեն հիմա խաղարկում են անկյունայինը Բենֆիկայի ֆուտբոլիստները, ևս մեկ հարված ու գոլ գնդակը դարպասում է։ Մեզ մոտ իրադարձությունները բավական արագ են ընթանում ու հիմա Բենֆիկան հաղթում է 5-4 հաշվով, մեկը մյուսի հետևից փոխվում է հաղթողը։ 5-4 վերցված է հանդիպումը, վարքյաններ, րոպեներ առաջ հաղթողի կարգավիճակում են հիմա նորից հայտնվում է պարտվողի կարգավիճակում ու 5-4 հաշիվն է վարվում լուսատախտակին։ Ավետիսյան դեպի աջ, բարի պատասխան գրոհին ենք հիմա հետևում, բայց դարպասապաս Աքսյանը դիրում է գնդակին, Յավրյանը հիմա երկու մրցակցի շրջանցեց, սակայն գնդակը դիպավ մրցավար Գարիկ Բեգյանին ու վիճաբանական կլինի գնդակ իհարկե։ Ամենա Բենֆիկայի մոտ Մկրտչյան կենտրոնով փորձեց շրջանցել մրցակցին, սակայն փորձեց գնդակը Կիրակոսյան կենտրոնում հիմա մարդաշատ է Կիրակոսյան այս անգամ էլ դեպի ձախ փորձեց փոխել գրոհի եզրը, սակայն թիմակիցները չհասկացան մտահղացումն ու գնդակով կլինեն Բենֆիկայի ֆուտբոլիստները։ 4 առայժմ Բենֆիկան հաղթում է այս դրամատիկ խաղում, բայց մեզ թիմերը ցույց տվեցին, որ 1-2 րոպեի ընթացքում կարող է ամեն ինչ փոխվել եւ հիմա հերթական գրոհը Բենֆիկայի կարող էր հիմա Եգանյանը թիմի 6-րդ եւ իր 3-րդ գնդակ ուղարկել ցանցը, սակայն Դարպասապա կարողացավ փրկել ևս մեկ գրոհի փորձ Յավրյան
Ղազարյան տարբերակները փնտրում Իսրայելյանը, գտնում է աչեզրում Ղազարյանին, Ղազարյան և կար խախտում Սուլումը, Բեգյանն ու ստանդարդ կտեսնենք Բենֆիկայի կատարմամբ։ Բենֆիկայի 4 ֆուտբոլիստներ հիմա Տուգանայինի մատույցներում են փոխանցում, հետևում էր դեպի Յավորյանի ուղղությամբ, սակայն հակեցին փոխանցման ճանապարհը, իսկ Բարսեղյանի հարվածը շեղ էր, Ավետիսյանը կմտցնի գնդակը նավի մեջ, Սարքեզրով գործ են գրել վայրի ֆուտբոլիստները, փոխում է գրողությունը դեպի աջ Սարքեզրով գիտում գրոյի տարբերակ փոխանցում հիմա աչեզրում ընդունում է գնդակը Ազնավուրյանը, Կիրակոսյան Կմանագետակը բայարը մոտ, Յավորյանից դաշտի սահմանները Կիրակոսյան Ղազարյանը Անում է գնդակը եզրից Ավետիսյանի փոխանցում արկալը նաջող չէր, Մկրչյան Հետը խաղում է Կրչյանը, դեպի դարպասապա Սարգսյանը, Ղազարյանն ու Կիրակոսյանը հիմա կպայքար են գնդակի համար, գնդակը մնում է Բենֆիկայի մոտ, Յավորյան Շարունակում է Յավորյանը գրոհը, միայնակ, բայց ձեռքին դիպավ Եվ հիմա մրցավարը կրիտի կրկնապատկերը հասկանալու համար 11 մետրանոց էր սա, թե ամեն դեպքում Տուգանայինի մատույցներից դուրս էր գնդակը, տեսնենք 11 մետրանոց կտեսնենք, կրկնապատկերը դիտելուց հետո Մեգանը 11 մետրանոց է նշանակում ու հիմա Ղազարյանը լավ հնարավորություն ունի հետ չմնալու իր խաղանկերներից, Իսրայելյանից և Եգանյանից և դուբլ ձևակերպելու Աջող հարվածի դեպքում երկու գնդակի հարարություն կստանա Բենֆիկան Ղազարյանն ընդեմ Սևոյանի Կասուլիչը, Ղազարյան, արված ու գոլ Գոլ գնդակը դարպասում է 6-4 հստակ է իրացնում Ղազարյանը 11 մետրանոցը ու կաղի մնացած ժամանակը հատվածում բայրը երկու գնդակ պետք է ուղարկի մրցակցի դարպասը փրկվելու համար Վերսված է հանդիպումը հիմա Բայրի ֆուտբոլիստները պետք է ամբողջ կազմով նետվեն առաջ Արված միջին տարածությունից հիմա անկյունային կտլինի բավական լավ արված էր հիմա բայրը կիսապաշտպանի կատարմամբ անկյունային մարդաշատը Բենֆիկայի Տուգանային հրապարակը հիմա
Ասավ գնդակին, բայց չհետևեց արված, Ավետիսյանը երկրորդ հարկում։ Աստղը ճանաչվում Յավրյան, դեպի հետ, Իսրայելյանն է գնդակով։ Չան, Փակչան, Արվացի ճանապահ, Ազնավուրյան, առաջ են հետևում դեպի խաղանքերը, սակայն Ղազարյանը այստեղ էլ առաջինն է ու դիրքային պայքարը հիանալի է մղում Ղազարյանը, ավելին խախտել են Ղազարյանի նկատմամբ խաղի կանոններն ու ուղանային կլինի։ Romի Ավերյանի ուղղությամբ լավ նկատում է հիմա կենտրոնում ազատությունը ստացել, փոխանցման ճանապարհը փակեցին, սակայն գնդակը կրկին հայտնվեց Ավերյանի մոտ, գրով շարունակվում է աջ եզրով, Մկրտչյանը առջևում միայնակ է ու հիմա ստանում է փոխանցումը, դարպասապահ հեռացնում է գնդակը եզրից։ Գնդակով է Ղազարյանը, փոխանցում է դեպի հետ։ Իհարկե հիմա Բենֆիկան կարող է կոտրել խաղի տեմպը։ Երկու գնդակի առավելություն կարող է թիմը փորձել պահպանել, Իսրայելյան ու շատ գեղեցիկ գնդակ է խփում հիմա Իսրայելյանը ձևակերպելով հետ-տրիկ 7-4 կարծես թե Բենֆիկան հանում է հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը 7-4 4 վարկես Իսրայելյանի երրորդ գնդակը հանում է հաղթողի վերաբերյալ հարցերը իհարկե ինչքան էլ գոլառատ է հանդիպումը, ինչքան էլ երկու թիմերն էլ բազմաթիվ գոլեր են խփել, չեմ կարծում թե կարողանա հանդիպման մնացած ժամանակում 3 գոլ խփել Բայերը գնդակով Բենֆիկան է կորցնում է գնդակը, հիմա չկար խախտում ու արված հետևեց հեռու տարածությունից Մկրտչյան կենտրոնում ստացել է Մկրտչյանը գնդակը շարժվում է միայնակ առաջ հիմա հարված ու Կիրակոսյանից անդրադարձ կար անկյունային կլինի չի բավարարվում ձեռք բերածով Բենֆիկան գնում է 8-րդ գոլի հետևից Ղազարյանը անկյունային կիրացնի կա փոխանցումը Մկրտչյանը չհասավ գնդակին Ավերյան Այնակ է շարունակում Միգրո անցում փորձը ձեռնարկել, սակայն ուծրեցին դրաները գնդակը Աչեզրով գրոյի փոր, շարժվում դեպի կենտրոն Վախեզում Գևեշյանը թունել է գնդակը դեպի Օհանյանը, բայց այսքանով ավարտված է ու Սարգսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ արված Բենֆիկայի պաշտպանած դարպասից
խաղում հիմա Կիրակոսյանն ու Լևին քարտ ստանա։ Կարելի է հարվածել, դիրքը հարվածային է մրցարեն մրցը տալես, որ մի այսօրիչից հետո կարելի է հարվածել Յավարյանն ու Իսրայելյանն են գնդակի մոտ Ստենք ինչ են մտածել Ֆիկայի տղաները, կարծես թե Իսրայելյանն է հարվածելու հարվածը Ցածրից էր ու Ոտնի վրա է վերցնում հարվածը Պետ և մեկ հոգանոց պատ էր Ղազարյան Կորցնում Ազնավուրյանը իմանավից գնդակը Իսրայելյանն էլ չի հասնում ու Եզրային նետում Կիրակոսյանն աշխատում է պաշտպանությունում, Օհանյան, ասում է Դիմիգրո Օհանյանը, Չեզրոմ Ազնավուրյան Ալում է Յավարյանը գնդակը Ան Դետիաջ, բայց ուժը էր փոխանցումը Ստացվում բարի մոտ Գրող կազմակերպել ավելին Իսրայելյանը շարժվում է առաջ ու շորորդ գնդակն է ուղարկում Իս չորդ գնդակի իհարկե մրցակցի դարպասը 8-4 Պոկեր Բենֆիկայի 10 համարի կատարմամբ Ըստենք այսքանով կսահմանափակվենք, թե էլի գոլեր ենք տեսնելու դեռ մի քանի րոպե կա խաղավարտին 8-4 Բենֆիկան վստահ առավելություն է ստանում ևս մեկ անգամ ամրապնդելով Ախտովի վերաբերյալ հարցերը Նվազագույն է 24 ժամով հիմա Բենֆիկայի Դրաները կլինեն մրցաշարային աղուսակի առաջին հորիզոնականում 9-րդ գնդակն էլ է հայտնվում Բայերի դարպասում 9-4 Շարունակեմ միտքս Բենֆիկան կհայտնվի առաջին տեղում և տեսնենք թե վաղը ևս մեկ հետաքրքիր հանդիպում իհարկե մեզ սպասվում ինչպես խաղա Պալերմոն և կախված այդ խաղի արդյունքից կարող է այս տուրում փոխվել առաջատարը երկրորդ դիվիզիոնի իհարկե դեռ չի ավարտվել հանդիպումը չկան էլ որ խաղի ելքը պարզ է Բենֆիկան շարունակում է գրոհի հետևից իրականացնել Յավարյան Ընտրոնով առաջ է շարժվում Յավարյանը կարելի է հարվածել Պրկում է Սևոյանը
Սեփականը տիրում է գնդակին եւ այսքանով ավարտված է հանդիպումը մեզ մոտ գոլառատերու հետաքրքիր բավական դինամիկ հանդիպման հետևեցինք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, խաղացես համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը, կհանդիպենք ԱՖԼ-ի առաջնությունների շրջանակներում։